Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տեխնիկական վիճակը որքան էլ վերահսկելի է, այնուամենայնիվ շարժակազմերից մինչև կառավարման համակարգ, այստեղ գրեթե ամեն ինչ ժառանգություն է մնացել խորհրդային տարիներից, սակայն անգամ այս պայմաններում աշխատանքը չի տուժում։ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մետրոպոլիտեն կատարած շրջայցի ընթացքում ծանոթացավ ընթացող աշխատանքներին եւ տեխնիկական վիճակին։ Այս վահանակի տեղը որ մի հատ կոմպյուտեր ունի ձեզ բավարար։ Շատ լավ կլինի։ Քաղաքապետը հստակ խնդիր դրեց կարճ ժամկետում կազմել անհրաժեշտ ֆինանսական ծախսերի նախնական փաթեթ եւ փոխարինել հին սարքավորումները ավտոմատացված եւ նորագույն սարքավորումներով։ Քաղաքապետը հետևեց նաեւ վերջերս մետրոյի կայարաններում տեղադրված տեսախցիկների աշխատանքին։ Ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով «Անվտանգ Երևան» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 10 կայարաններում տեղադրվել է 186 տեսախցիկ, որոնց աշխատանքին պլազմային մեծ մոնիտորներով 24 ժամ անընդմեջ հետևում են մետրոպոլիտենի համապատասխան ծառայության աշխատակիցները։ Օրվա ավարտին տեսանյութերն ամբողջությամբ արխիվացվում են, շուտով մոնիտորների թիվը կավելանա ևս 6-ով։ Իսկ առաջիկայում տեսախցիկներ կտեղադրվեն նաև շարժակազմերի վագոններում։ Քաղաքապետի հանձնարարությամբ եւ անմիջական աջակցությամբ բավականին գումարներ հատկացվեցին Երևանի մետրոպոլիտենին անվտանգության առումով տեսահսկումը շատ կարևոր է եւ մարդիկ ցանկացած տեղ մտնելուց որ նկատում են որ հակսված է հայտարարություն որ տարածքը տեսախցիկների հսկողության տակ է մարդին հավաքված է պահում, չէ, ավելորդություններին թույլ չի տալիս դա մեկ եւ երկրորդը ցանկացած պարագայում ցանկացած արարքի անորակ արարքի թույլտվության պարագայում մարդիկ կարողանում են հեշտությամբ հայտնաբերել անցագործ տարերի։ Ծանոթանալով մետրոպոլիտենի առօրյա խնդիրներին Կարեն Կարապետյանը հանձնարարեց Սասունցի Դավիթ, Շենգավիթ, Գործարանային, Գարեգին Նժդե եւ Հանրապետության հրապարակ մետրոկայարանների հիմնանորոգման աշխատանքների համար ուսումնասիրել եւ կազմել զարգացման հստակ ծրագիր։ Մետրոյի տնօրինությանը հանձնարարվել է ծրագիր մշակեն, կարճաժամկետ, միջին եւ երկարաժամկետ, որպեսզի ընդհանրապես հասկանանք մետրոյի ստրատեգիան վաղվա վրա։ Նոր կայարանների հետ կապված տեսեք, ես վստահ եմ, որ վերջ առաջ այդ պահը գալու է։ Նոր կայարանները բավականին թանկ հաճույք են։ Միայն աչափնյակ թաղամասը երկու կայարանը մոտավորապես 200-250 միլիոն դոլար նախնական գին ունի։ Այսօր մենք ի վիճակի ենք դա անելու ոչ։ Վաղը վստահ ենք, որ այդ հնարավորությունը չի ունելու, ոչ իհարկե։ Վաղվա օրը ցույց կտա եւ հենց այդ նպատակից ելնելով մենք խնդրել ենք կարճաժամկետ, միջին ժամկետ եւ երկարաժամկետ ծրագիր, ստրատեգիա, կոնցեպցիա ներկայացնել։ Կարեն Կարապետյանը զրուցեց նաև ուղևորների հետ, լսեց նրանց կողմից բարձրացված հարցերն ու առաջարկությունները մետրոյի սպասարկման, որակի եւ արդյունավետության հետ կապված։ Իսկ Հայաստանի Հանրապետության անկախության 21-ի կապակցությամբ շուտով գործող 45 շարժակազմերին կավելանան ևս 2 ամբողջությամբ վերանորոգված ու նորովի ձևավորված շարժակազմեր։